սպիտակցիներ ջան, շնորհակալ եմ, էլ եք ամաչացնում, մի հատ նկարվենք երևի իրար հետ, որ ամբողջ Հայաստանը մեզ տեսնի իրար հետ։ Գնանք։ Գնացինք։ Սիրելի սպիտակցիներ ջան, սիրելի լոռեցիներ ջան, այստեղ մեր հողի վրա ամենակարևորը գնահատվում է մարդկանց բարի սիրտը։ Լոռեցին էդի բարի մարդն է, ամբողջ Հայաստանում, բոլոր ասում են միամիտ, բայց տենց միամիտ չենք, էլի, էդի ձևն է տենց, բարի մարդիկ ենք մենք, ուղղակի մենք նաև հիշողություն ունենք լավ, օրինակ 3 օր առաջ այստեղ էր մեր երկրի վարչապետը, ու իրան մոտեցավ մի ծեր մարդ, ով իր որդու ու իր երեխային թոռանը ուղարկել էր բանակ։ Եվ այդ մարդ ուզում էր հարց բարձրացնել։ Երբ մոտեցավ, հարցը բարձրացվեց, բացի քաղաքական ուժի ղեկավար լինելուց, Փաշինյանը նաև երկրի վարչապետ է, եթե չի մոռացել։ Ու երկրի վարչապետին հարց է ուղղում, զինվորի պապը իր թիկնապահները բերանը փակում են տարիքով մարդու։ Ստեղա չէ ինքը, եթե ստեղա ձերքը բարձրացնի տեսնեմ, կարա ուշել բարձրացնի։ Տարիքով մարդու բերանը փակում են ու քաշքշելով դուրս են անում։ Են որ ասում ենք մենք միամիտ ենք, մենք միամիտ չենք, մենք լավ հիշում ենք։ Ու սպիտակցին պետք է դա հիշի։ Ոնց են մեր վեցերին վերաբերվել Եվ եկել են այստեղ։ Եթե մեր մեծերին են սենց վերաբերվում, ընտրվելուց հետո ոնց են վերաբերվելու։ Ժողովուրդ, այս մարդիկ կորցրել են, աստղայինը տարել է իրանց։ Իրանք էլ չեն գնահատում մարդկանց։ Երբ մարդիկ մոտենում են, անհարգալից են իրանց հանդեպ։ Մարդը իր զավակին կորցրել է, հարց է ուզում տա, անհարգալից են վերաբերվում իր հանդեպ։ Ամոթ, ամոթ, ամոթ։ Մենք պետք է ցույց տանք, որ էսի սովորական չի մեր հողի վրա, որ մենք սենց չենք վերաբերվում մեր մեծերին։ Անգամ մեծերը կարող է մի երկու բան էլ թթու խոսք ասեն, բա մեծը դրա համար է, որ թթու խոսք ասի։ Պետք է ձեն չանենք, կարանք դիտակ մրթմրթանք, բայց ձեն չենք անում։ Էդ է էս մեր հողի դրվածքը։ Մյուս բանը, որ այդ նույն մարդը անում է, շվեյցարիա գնացել ու ասել էր Սփյուռքին եկել եմ ասեմ, որ իրար հետ մեր վրա հույս չդնեք։ Հայաստան ու Սփյուռքը տարանջատում է։ Եկեղեցու դեմ գնալու արշավի հիմնական նպատակներից մեկը, որ պահին, որ ինքը հնարավորություն ունենար մեր վեհապարին փոխեր, ինքը փոխելու էր, որ եկեղեցին չխոսա ցեղասպանության մասին։ Որ պահին, որ ցեղասպանության մասին մեր եկեղեցին սկսեց չխոսալ, Սփյուռքը երես է թեքելու Հայաստանից, որովհետև բոլորի պապերը Սփյուռքում են հայտնվել ցեղասպանության հետևանքով։ Սա ծրագիր է, որպեսզի Հայաստանը ու Սփյուռքը իրարից տարանջատեն ու իրանց այդ ծրագիրը չստացվեց, որովհետև մենք ոտքի կանգնեցինք ու իրանց Էջմիածնի դարպասների մոտ հետ ճամփու դրեցինք։ Կասեն մարդիկ ինչու եմ սպիտակում էսի ասում։ Նայենք մեր շրջակայքը։ Ում աջակցությամբ էս ամեն ինչը կառուցվել։ Մի հայի, ում նախնիները ջարդերից, ցեղասպանությունից փախել են ու Ամերիկա են ասել։ Մեր երկրի ազգային հերոս պարոն Քրքորյանի հնարավորություններով այս քաղաքը վերակառուցվել։ Սփյուռքի զավակի հնարավորություններով այս քաղաքը վերակառուցվել, վերածնունդ ապրել։ Ու մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքի մեր ամբողջ պոտենցիալը օգնելու է վաղվա Հայաստանի վերակառուցմանը։ Ով ուզում է սեփ խրի Սփյուռքի ու Հայաստանի մեջ, նա սեփ է խրում Հայաստանի զարգացմանը։ Նա մոռանալ է տալիս, թե ինչ արեց Սփյուռքը սպիտակի համար,
ինչ արեց Սփյուռքը Լոռվա համար, ինչ արեց Սփյուռքը Հայաստանի համար։ Մենք գնահատում ենք մեծանուն հայերին եւ շարունակելու ենք իրենց գործը։ Սպիտակում պետք է աշխատատեղերի խնդիր չլինի։ Սպիտակը պետք է բուռ զարգացող համայնք լինի։ Մենք այսօր գյուղերն էինք այցելել։ Մարդիկ կաթը վաճառում են գնով, ինչ ես 14 տարեկան էի։ Մարդիկ իրացման խնդիր ունեն, չկա պետական որևէ ծրագիր, մի հատ գործարան ստե սարքվել է 8 տարվա մեջ ժողովուրդ։ Եթե ինչ-որ բան սարքվել է, 8 տարվա մեջ 7-8 միլիարդ դոլար փող են ծախսել։ Մի հատ գործարանն ինչ է ժողովրդին աշխատանք, մշտական աշխատանք չեն կարողացել։ Գիտեք ինչու՞։ Որովհետև իրանց գործը մենակ փոքր ռեմոնտներ անելն է, բյուջեն ծախսելն է։ Մենք պետության ձևը փոխելու ենք։ Պետությունը հիմնականում աշխատատեղեր ստեղծելով է զբաղվելու։ Լավ վարձատրվող աշխատատեղեր։ Մենակ երբ որ հայը հարուստ եղավ, լավ ապրեց։ Հայաստանը այդ ժամանակ է ուժեղ լինում։ Լավ ապրի մեր ժողովուրդը, որ չթողնի գնա Հայաստանից, որ իր երկրում ապրի, թորը իր երկրում ապրի, երեխաները իր երկրում ապրեն, բանը հարկեր տալավ, բանակը զինվի, որ վաղը երկրի ղեկավարը գա, ժողովուրդը գա, շնորհակալության խոսք ասի, ու երկրի անգամ եթե մեծերը մի երկու թթու խոսք էլ ասեն, բերանը չփակեն այդ մարդու։ Սպիտակցիներ ջան, մենք լոռեցիները ընդհանուր բարի ժողովուրդ են, բայց էլ եմ ուզում ասեմ, հիշեք նաև, որ մենք ունենք հիշողություն։ Ու մենք պետք է պատասխանես մարդկանց տանք։ Իրար հետ 10 օր մնացել։ Գնանք, փոխենք այս մարդկանց։ Լուրջ մարդիկ կան երկրի ղեկավար, որ ամեն օր շին հրապարակ ավելանա մեր երկրում, մեր քաղաքներում, մեր հայրենիքը զորանա։ Ու դա բոլորս անելու ենք իրար հետ։ Ու ոնց որ ասում են, փոփոխությունների համար երեք Փոփոխությունների համար 3-ն է։ Աստվածային թիվ, իրար հետ, այդ դրանով մեծ փոփոխություն պետք է անենք։ Իրար հետ, շնորհակալ եմ սպիտակցիներ ջան։